Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում իրադարձությունները նոր թափով շարունակում են զարգանալ և ամեն տեսարան նոր հուզմունք է բերում հանդիսատեսին։ Նոր կերպարի Գոռ Մարկիչի հայտնվելը ոչ միայն բարդացնում է սյուժեն, այլև զգալի փոփոխություններ է բերում Անգելինայի կյանքում։ Նրա ներկայությամբ սերիալում ձևավորվում է Սիրային եռանկյունի, որը ինչպես արդեն պարզ է դառնում, դառնալու է առաջիկա սերիալների հիմնական շարժիչ ուժը։ Անգելինան մի կողմից դեռ չի հաղթահարել Հենրիի հետ կապված վերքերը, նրա նկատմամբ զգացմունքները դեռ չեն մարել, բայց մյուս կողմից Գոռ Մարկիչն իր նրբանկատ վերաբերմունքով, հոգատարությամբ ու անակնկալներով կարծես թե փորձում է գտնել ճանապարհ դեպի աղջկա սիրտը։ Բայց հարցը մնում է անպատասխան՝ ում հետ կկապի իր ճակատագիրն Անգելինան։ Հենրին, ով պայքարում է ոչ միայն իր անմեղությունն ապացուցելու, այլ նաև սերը վերականգնելու համար, թե Գոռը, ով հենց սկզբից վստահ ու համարձակ քայլերով առաջ է գնում։ Սակայն ինչպես միշտ ամենասենսացիոն շրջադարձերը դեռ սպասվում են։ Վերջին հրապարակված կադրերից մեկում երևում է Աննան հուզված մի լուր է հայտնում Միքայելին, ինչից հետո նա մի պահ ապշում է, հետո զարմանքից ու հուզմունքից նրան գրկում։ Սոցիալական ցանցերում արդեն հեռուստադիտողները սկսում են ենթադրություններ անել, արդյոք Աննան հղի է, և սա կլինի նոր սկիզբ նրանց հարաբերություններում։ Այս նորությունը մեծապես կազդի շախունցների ընտանիքի ներքին իրավիճակի վրա, միգուցե որոշ խնդիրներ լուծում ստանան, բայց միաժամանակ նոր խնդիրների սկիզբ լինի։ Անգելինայի սիրային պատմությունից զատ Հենրիի շուրջ պտտվող սյուժեն նույնպես հասունանում է։ Նա արդեն պարզել է, որ իրեն թակարդի մեջ են գցել և չի պատրաստվում այս ամենն անպատասխան թողնել։ Շուտով կբացահայտվեն նոր փաստեր, որոնք ավելի կշփոթեցնեն իրավիճակն ու կբացվեն գաղտնի դռներ, որոնք կկապեն անցյալն ու ներկան։ Իսկ Բագրատը դեռ իր խաղերն է խաղում, փորձելով վերահսկել ամեն ինչ, միաժամանակ թաքցնելով ճշմարտության ամենացավալի մասը՝ Հենրիի ծագումը։ Հեռուստադիտողները սեր, ինտրիգ, վրեժ ու ընտանեկան դրամա փնտրող սերիալի սիրահարների համար վերջին զանգը դառնում է իսկական կախվածություն առաջացնող պատմություն։ Նոր հերոսները, նոր զարգացումները, սարսափեցնող բացահայտումներն ու անսպասելի շրջադարձերը միայն խորացնում են հետաքրքրությունը։ Իսկ թե ով կդառնա սիրո հաղթողը, ով կկորցնի ամեն ինչ ու ով կգտնի իր իսկական ինքնությունը, հայտնի կլինի առաջիկա դրվագներում։ Իսկ մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք ամենահետաքրքիր գաղտնիքները, որոնք դեռ հայտնի չեն հեռուստադիտողներին, և իհարկե առաջինը տեղեկանալու նոր սերիալներում կատարվող փոփոխությունների շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Բաժանորդագրվեք մեզ ու մենք ձեզ համար կբացահայտենք ամենահետաքրքիրը հենց առաջինը։ Իսկ հեռուստասերիալում ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, հեռուստադիտողներին սպասվում են անակնկալներ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հեռուստասերիալի դերասանական կազմին միանում է նոր դերասան՝ սիրված Անդրանիկ Հակոբյանը։ Նշենք, որ Անդրանիկ Հակոբյանն առաջին անգամը չէ, որ համագործակցում է պրոդյուսեր սցենարիստ Դիանա Գրիգորյանի հետ։ Անդրանիկ Հակոբյանը նկարահանվել է նաև Դիանա Գրիգորյանի Կույր աշխարհ հեռուստասերիալում։ Անդրանիկ Հակոբյանի մուտքը հեռուստասերիալ նշանակում է նոր սիրային եռանկյունի՝ Հենրի, Անգելինա և իհարկե Գոռ։ Ում կընտրի Անգելինան և ով կդառնա Անգելինայի սրտի տիրակալը։ Բնականաբար նա, ով համարձակ կլինի, ով կպայքարի Անգելինայի սիրո համար։ Հատկապես, որ Անգելինայի ծնողներն ամեն ինչ կանեն, որ Անգելինան Հենրիից հեռու մնա և իհարկե իր կյանքը կապի Գոռի հետ, սակայն Անգելինայի սիրտն արդեն պատկանում է Հենրիին, արդյոք նա այդքան հեշտ կմոռանա Հենրիին ու կգնա Գոռի մոտ, ցույց կտա ժամանակը։ Սպասենք հետագա զարգացումներին։ Իսկ մինչ այդ Բագրատը շախունցների դեմ իսկական պատերազմ է մղում։ Բագրատը Մոսկվայից վերադարձել է ազդեցիկ ու հարուստ, իսկ դա նշանակում է, որ նա դեմ է դուրս եկել շախունցներին։ Ինչ միջոցներով է նա հարստացել, կիմանանք շատ շուտով, բայց մինչ այդ նշենք, որ Հենրիի մայրն է հայտնվել։ Բագրատը Հենրիի մորը պահում է իր կողքին, որպեսզի ճիշտ ժամանակին հարվածի շախունցների ամենաթույլ տեղին և ցույց տա, որ Հենրիի մայրն իր կողքին է։ Ինչպես կվերաբերվեն այդ ամենին շախոցների ընտանիքը և ինչ արձագանք կտա Հենրին, երբ բացահայտի, որ իր կենսաբանական մայրը Աննան չէ, այլ ուրիշ մի կին, և որ իր մորը դուրս են արել տանից, վերցնելով Հենրիին
Շախունցների ընտանիքը։ Հենրին Աննայի հետ շատ կապված է ու նրան սիրում է, բայց ինչպես կվարվի ճշմարտությունն իմանալուց հետո, ցույց կտա ժամանակը, ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց չթողնեք մեր տեսանյութերը։ Ֆաինայի ու Սեմի միջև էլ հետաքրքիր կապ է ձևավորվում, ինչպես արդեն ավելի վաղ նշել էինք, Սեմը սիրահարվելու է Ֆաինային, նրանց միջև սիրային կապ է զարգանալու, բայց ամեն ինչից հետո նրանք բացահայտելու են, որ չեն կարող միասին լինել, քանի որ Սեմը տարիներ շարունակ փնտրում է իր հոր սպանողին, իսկ Սեմի հորը սպանել է Ֆաինայի հարազատ պապիկը։ Սեմը փորձում է հիշել, թե որտեղ է տեսել Ֆաինայի պապիկին, սակայն դեռ չի կարողանում, և նա զարմացած է, որ այդ ընտանիքից Հենրիի կողքին կա մի քույր, որն ավելի համեստ է և նման չէ հարուստ, հղբացած աղջիկներին։ Անետի սիրտն էլ ցավում է, քանի որ այսքան տարիներ նա իր կյանքն ու ամեն ինչ նվիրել է շախունցների ընտանիքին, իսկ երբ նա հեռացել է այդ տանից, ոչ ոք չի հիշում, որ նա տանը չէ, բայց այդպես էլ չէ, քանի որ Միքայելն արդեն հիշատակեց, որ Անետի տեղն այդ ընտանիքում երևում է։ Արդյոք նրանք կփորձեն հետ վերադարձնել Անետին իրենց ընտանիք, ցույց կտա ժամանակը։ Մնացեք մեզ հետ, բացահայտենք միասին ամենահետաքրքիրը։ Չմոռանաք իհարկե տեսանյութի մեկնաբանություններ դաշտում էլ գրեք, թե որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։